Պարոն Խուդատյան, նախորդ անգամ բյուջեի քննարկման ասած ես չկարողացա վերջնականի մարձագանքին հասնեմ եւ իմ բերած սուբվենցիոն ծրագրերի ծախողման կամ ուշացման հետ կապված պարոն Ղալումյանը կասկածի տակ դրեցի մինչեցրած թվերը, այդ թվերը ես մեր տնից չէի բերել, թվերը ես հանել էի ձեր կառավարության որոշումից ընդունված 2024 թվականի դեկտեմբերի 27-ի, եթե նա ասում է սուտ է, ուրեմն կառավարության ընդունած որոշումն էլ սուտ է։ Եվ ըստակ ինքը Գեղարքունիքին մատնանշեց, Գեղարքունիքի մասով 4 միլիարդ ծրագրային արժեքով ծրագիր ծախողվել է, ընդհանուր ծախողված կամ ուշացված ծրագրերի արժեքը կազմում է 39 միլիարդ 503 միլիոն դրամ։ Սահմանված որոշմամբ այն տեղափոխվել է մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիս, այսինքն դուք 2018, 15, 20, 21 մինչև 24 թվականի չիրականացրած ծրագրերը, որոնք պետք է իրականացվեր նշված տարվա ժամանակահատվածում, տեղափոխել եք 39.5 միլիարդի ծրագիր, տեղափոխել եք 25 թվականի դեկտեմբեր։ Կուզենամ հնչեցնեք, այդ ծրագրերը դեկտեմբեր ամսին 39.5 միլիարդի մասով ամբողջական կատարվելու է թե ոչ, քանի որ դուք նշեցիք ընդամենը 31.8 միլիարդի աշխատանք է կատարել սուբվենցիոն ծրագրերով պետությունը։ Եվ երկրորդ հարցը վերաբերում է սահմանապահ համայնքներին, որտեղ նշեցիք, որ 1 միլիարդ գումար է հատկացվել 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան ոտնձգությունների արդյունքում շատ համայնքներ դարձել են սուբվենցիա։ Արդյոք դարձել են սահմանապահ, արդյոք պատրաստվում եք նշված համայնքները ընդգրկվել կառավարության ընդունված որոշման ցանկում երբ կստանան թեկուզ ժամանակավոր այդ աջակցությունները, քանի որ նմանատիպ կողքի համայնքներից մի քանի համայնքներ օգտվում են այդ կառավարության աջակցությունից, իսկ մնացած համայնքները, որոնք ինչ-ինչ պատճառներով դարձել են սահմանապահ, անգործության, թշնամու ագրեսիայի պատճառով դրած գնահատականներ դուք տվեք, միջև օրս չեն օգտվում այդ ծրագրերից։ Երկու հարցին պատասխան։ Մաղազան, վերջի հարցից անդրադառնամ թերևս 1 միլիարդ դրամը, որը դուք նշեցիք, դա ընդամենը մեկ ծրագրային տողով տրվել է սահմանամերձ համայնքների բնակիչներին որպես փոխհատուցում գազի, ուրեմն խմելու ջրի եւ էլեկտրաէներգիայի գումարի դիմաց, դրանից բացի սահմանամերձ յուրաքանչյուր բնակավայրի անվտանգային ծախսերի ապահովման համար հաշվետու տարում տրվել է 5 միլիոն դրամ, սա դոտացիաներից եւ սուբվենցիոն ծրագրերի ծավալից դուրս։ Ինչ կվերաբերվի ձեր մյուս հարցին, պիտի ասեմ, որ նայած ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք ձախողված աշխատանք, աշխատանքների մեծ մասը կախված օրացիային գրաֆիկից եւ ոչ միայն հաճախ տեղափոխվում են մյուս տարի եւ իրականացվում են հաջորդ տարվա ընթացքում, երբեմն կախված ծավալից նաեւ դրանք հնարավոր է իրականացնել ոչ թե 2, այլ 3 տարվա ընթացքում, խոսքը մասնավորապես օրինակ մանկապարտեզների զրոյից կառուցման աշխատանքներին է վերաբերվում։ Այն թիվը, որը ես նշեցի զեկույցում 57.2 միլիարդ դրամ, սրանք 2024 թվականին ավարտված ծրագրերն են, որոնց մասով կատարողականները համայնքները ստացել են, ներկայացել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ շինարարները այս ծավալի համար վճարվել են։ Աշխատանքների մի մասը 57.2 միլիարդ դրամից նախատեսված է եղել ավարտել 2024 թվականի ընթացքում, մի մասը 2023 եւ 2022 թվականից 2024 թվական տեղափոխված աշխատանքներն են, ելի պիտի ասեմ մի մասը հանգամանքով պայմանավորված։ Հասկանալի է, երբ որ խոսք է գնում 57.2 միլիարդ դրամի աշխատանքի մասին, կլինեն աշխատանքներ, որոնք մեզ համար չնախատեսված ուրեմն տրամաբանության մեջ են տեղափոխվել, օրինակ հաճախ ստիպված են լինում կրկնակի մրցույթներ հայտարարել, հաճախ խնդիր է լինում կապալառու ընկերությունների հետ, երբեմն խնդիր է լինում եղանակով պայմանավորված եւ այլն, բայց պիտի նորից արձանագրեմ 57.2 միլիարդ դրամի ամբողջ ծրագրերը ավարտվել են։ Այնտեղ չավարտված ծրագրեր չկան, տեղափոխվածների մասով հիմա էլ աշխատանքներ են իրականացվում, մենք արդեն 2025 թվականին մի քանի կատարողական ենք բաց թողել պետական բյուջեի համաֆինանսավորումից, այնպես որ սա կարելի է համարել աշխատանքային բնականոն տեմպ, նորից եմ ասում, որոշակի շեղումներ կան, բայց դրանք կանխատեսելի հանգամանքներով չեն։ Արձագանք։ Պարոն Խուդատյան, ըստ էության դուք նորից ձեր զեկույցը կրկնեցիք, ինչ որ ասում եք այդ թվերով, իմ հարցը այնքան հստակ է, մի փոքր հատված 39.5 միլիարդ դրամի աշխատանք 24 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է 25 թվականի նոյեմբեր։ Այնքան պարզ եմ հարցս հնչեցնում։ Երբ եք պատրաստվում ավարտվել է ծրագրերը։
Իսկ ինչ վերաբերում է պայմանագրային թերություններին, 1-2 բան կարող է լինել։ Դուք մրցույթներ հայտարարելուց կամ համայնքները պետք է տեխնիկական բնութագրում այդ բոլոր ռիսկները հաշվի առնեին։ Այնպես չի, որ ասենք հիմա դուք տարեկան 51 միլիարդի ամբողջական ծրագրային արժեքով սուբվենցիա եք իրականացնում, սակայն 30.5 միլիարդ դրամի սուբվենցիա տեղափոխել եք։ Սա մեկ եւ երկրորդը, ես ուզում եմ հստակ ասեմ, սահմանապահ երկրորդ հարցի արձագանքը, սահմանապահ համայնքներին երբեք պատրաստվում տրամադրել պետական աջակցություն։ Շատ կոնկրետ է, իմ հնչեցած թվերն էլ կոնկրետ հարցնել է։ Եթե կարող եք, խնդրում եմ պատասխանել, եթե չեք կարող, բերեք հետաձգենք կամ չպատասխանենք, թողեք ինչպես է մնացած հարցերը անպատասխան։ Ես ուզում եմ, որ հստակություն լինի, որտեղ իմ հարցերը շատ հստակ են, կուզենամ, որ դուք էլ հստակ պատասխան տաք, ես կհասկանամ ձեր պատասխանից։ Աղազան, իմ տված պատասխաններն են շատ հստակ, եւ այդ հստակության մեջ ուզում եմ նորից շեշտել։ Ենթադրենք աշխատանքը սկսվել է 2024 թվականի սեպտեմբեր ամսին։ Մանկապարտեզի կառուցումը նախատեսված է ավարտել 700 օրացիային օրվա ընթացքում։ Այդ աշխատանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուզի թե չուզի դեկտեմբերին կայացնելու է որոշում, որով այդ աշխատանքը պիտի տեղափոխվի 2025 թվական։ Այլ տարբերակ չկա։ Սա աշխատանքային հասարակ մեր հասարակ աշխատանքային տրամաբանության մեջ տեղավորվող հարց է։ Կան աշխատանքներ, որոնց շինարարական process-ի ընթացքը նախատեսված է 1 տարի, 1.5 տարի, 2 տարի, մինչև 3 տարի։ Ունենք մշակույթի տներ, ունենք մանկապարտեզներ, որոնց կառուցումը նախատեսված է 1 տարուց ավել 2 եւ 3 տարի։ Նշանակում է այս աշխատանքները, այո, 2024 թվականի դեկտեմբերին էլ, 25-ի դեկտեմբերին էլ մենք որոշում ենք կայացնում այդ տարվա ընթացքում չավարտված աշխատանքները տեղափոխել եւ բյուջետավորել եւ վճարել հաջորդ տարվա ընթացքում։ Այստեղ չիրականացվող աշխատանքների մասին չի խոսքը, սրանք տեղափոխվող աշխատանքներ են։ Իմիջիալոց այդ աշխատանքների մի մասը մենք արդեն հաշվետու տարվա ընթացքում 2-3 որոշում ենք կայացրել, ես հիմա չեմ կարողանա հստակ ասել թիվը, 3 որոշում առնվազն կայացրել ենք, որով 2025 թվականին արդեն համաֆինանսավորման պետական մասնաբաժինը բաց ենք թողել։ Պարոն Խուդացյան, ավարտեք։ Տեղից մի արձագանք։ Մյուս հարցի մասով ցանկում փոփոխություններ իրականացնելը մեր նախարարության իրավասություններից չի, մեր նախարարության իրավասությունների մեջ է մտնում եղած ցանկում արդեն բաշխումներ իրականացնելը։ Ես ասացի, որ 82 բնակավայրերի հատկացվել է 5 միլիոն դրամ, սա իմիջիալոց 2024 թվականին բյուջետավորվել է առաջին անգամ։ Նախկինում այսպիսի բյուջետային տող չի եղել եւ այդ համայնքներից բնակավայրերի յուրաքանչյուրին նախկինում 5 միլիոն դրամ չի հատկացվել։